Խնդրեմ, պատասխանեք։ Պարոն Ղազարյանն իր վստահ եմ շատ խորաթափանց ու բուռն մտքերը իմի բերելու ընթացքում բաներ հնչեցրեց, ասեց բարգավաճ, ալյուր։ Պարոն Ղազարյան, ես հասկանում եմ դուք ինչ եք ցիտում, դուք ցիտում եք ինչ-որ մամուլի տարբեր էջերում տեղ գտած կոնկրետ զրպարտական հոդվածներ։ Եթե դեմ չեք, կխնդրեմ այդ ամեն ինչը ձեր անունից հնչեցնեք, ձեզ դատի տամ, որտեվ ես իմ կյանքում ոչ մի մամուլի զրպարտության համար դատի չեմ տվել, որտեվ գտել եմ, որ կարելի է խուսափել դրանից, որպեսզի լրատվականներին ծանր իրավիճակի մեջ չդնենք։ Ես իմ կյանքում երբեք ալյուր բաժանելու որևէ գործընթացի մեջ ներգրավված չեմ եղել, դա հերթական սուտն է։ Ի տարբերություն, օրինակ, ես վստահ եմ հանրապետական խմբակցության տարբեր տարիների աշխատած մարդկանց, որոնք որ պարոն Ղազարյան, ինձ թվում է հաստատ ալյուր գողացել են։ Իմ ծառայության տարիների մասին լավ հիշացրիք, պարոն Ղազարյան, այո, ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, ես հպարտ եմ, որ ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, ծառայել եմ 2 ամբողջական տարի, ծառայությունը սկսել եմ շարքայինի կարգավիճակով, լինելով հրանոթի հաշվարկի համար, հետո դարձել եմ հրանոթի նշանառու, հետո դարձել եմ հրանոթի հրամանատար եւ դասակի հրամանատարի տեղակալ, պարոն Ղազարյան, այդ տարիներին արժանացել եմ պետական գերատեսչական կրծքանշանի, զորացրվել եմ սերժանտի կոչումով, պարոն Ղազարյան, ինչպես օրինակ շատերը, չգիտեմ, գժի թղթով բանակից չեմ ազատվել, պարոն Ղազարյան, չգիտեմ, այդպես է ստացվել, կեղծ բժշկական տեղեկանքներով բանակից չեմ ազատվել, իմ ծառայության տարիները համարում եմ հպարտության տարիներ, որքան էլ որ իմ ծառայության տարիներն եւ առհասարակ մինչեւ 2018 թվականը բանակի ղեկավարությունը ստանձնել էին որոշակի անձինք, ովքեր որ պարոն Ղազարյան թե ալյուր էին գողանում, թե տարատեսակ բաներ էին գողանում, չգիտեմ, հետո թաքուն ուտում էին, թե չէին ուտում այդ ամեն ինչը, այդ գողացածները ընդհուպ միջև հագուս, տարբեր պարագաներ, հիգիենայի պարագաներ, բայց վստահ եմ, որ ինչ որ մի բան դրա հետ անում էին, կամ ամբողջապես էին ուտում կուլ տալի, կամ ծախում էին, հետո դրանով ինչ որ բան էին գնում ու այդ ժամանակ էին կուլ տալիս, պարոն Ղազարյան։ Ես ձեզ վստահեցնում եմ, ես պատրաստ եմ ժամերով խոսել իմ ծառայության տարիների մասին, քանի որ նորից եմ ասում, պարոն Ղազարյան, ես բանակից գժի թղթով չեմ ազատվել, պարոն Ղազարյան, շնորհակալություն։